Հուլիսի 13-ին մայրաքաղաքի Նոր-Նորքի 7-րդ զանգվածի 49 շենքի մոտ տաղավարում սովորականի նման նարդի ու շախմատ էին խաղում։ Ցերեկվա 4-ն էր, խաղի մասնակիցների եւ խաղի հետևողների միջև վիճաբանություն է ծագում։ Իրար քաշքշում են, անվայել խոսքեր փոխանակում ու թվում է, թե ամեն ինչ խաղաղվում է, բայց րոպեներ անց վեճը բորբոքվում է, ի հայտ են գալիս նոր մասնակիցներ, որոնք էլ մի քանի հոգով սկսում են ծեծել Վարդան Թումանյանին, դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։ 2 օր անց ստացած վնասվածքներից Վարդան Թումանյանը մահանում է։ Նոր-Նորքի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով հարուցվում է քրեական գործ։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել են Գևորգ Սարգսյանը, Սարգիս Ղուկասյանը եւ Վիկտոր Հովսեփյանը, սակայն վերջիններս դիմել են փախուստի, ուստի հնարավոր չի եղել հայտնաբերել նրանց։ Փախուստի դիմաց անձանց հայտնաբերելուն ուղղված միջոցառումներին զուգահեռ ոստիկանները ձեռնարկեցին նաև քննչական գործողություններ։ Քրեական գործով հարձակնվել են ականատես վկաներ, կատարվել են առերես հարցաքննություններ, կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տարբեր բնույթի հետքեր, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Հարցաքննվողներից մեկն էլ հանգուցյալի կինն էր, Տանյա Մելքումյանը, որին հանդիպեցին կորեր անց։ Իրենց տան շեմին նստած են եղել ամուսնու հետ, երբ մոտեցել են 2 հոգի։ Ասացին Վարդան ով է։ Ամուսինս ասաց ես եմ։ Ասաց հələ մի հատ արի։ Կինը հետևում է տղամարդկանց ու հենց նրա աչքի առաջ էլ սկսվում է ծեծը։ Հարվածելուց անմիջապես ամուսինս այստեղ թռավ։ Անսպասելի հարված էր։ Այդ պահին 2 հոգի էին, Վիկտորը եւ Սարգիսը։ Հետո այստեղ շարունակվեց դաշանաբար ծեծը։ Սարգիսը օգնում էր բարձրանա եւ նորից հարվածները մեկը մյուսի ետևից գլխի դեմքի հատվածներում նորից ընկնում էր։ Այդ պահին նոր ոտքերով էին հարվածում։ Հետո նոր միացավ այնտեղ ջունգլը։ Այդ հատվածում արդեն հայրը միացավ։ Բաբկեն Սարգսյանը, այո, ջունգլի հայրը։ Սկսեց դիմացից խփել այս մասին։ Եվ այդ պահին իր տղան անգամ իրեն կանխեց, ասեց՝ «Պապ, պետք չի, ես ինքս»։ Իրենց հետևից որ գնում է, իրենք սպառնացին ինձ։ Շնորհակալ եղեք, որ այդքանով բրծակ միջև վերջ չսատկացրեցինք։ Ջունգլի ասած խոսքերն են դա։ Անմիջապես ոստիկանությունը եկավ, անմիջապես շտապօգնության հետ միասին։ Տարան գնացին, մենք գնացինք արդեն ոստիկանություն, իսկ Վարդանը մնացել էր այնտեղ։ Քննիչի կայացրած որոշման մեջ մասնավորապես գրված է. Բաբկեն Սարգսյանի թոռները Սարգիս Ղուկասյանն ու Վիկտոր Հովսեփյանը եւ որդին Գևորգ Սարգսյանը ինքնադատաստան տեսնելու նպատակով գնացել են Վարդան Թումանյանի տան բակ, որտեղ միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, միասին ծեծի են ենթարկել Թումանյանին, ձեռքերով, ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով վերջինիս կենսական կարևոր օրգաններին, պատճառել կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ, որոնք անզգուշությամբ առաջացրել են վերջինիս մահը։ Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում սույն թվականի հուլիսի 15-ին Բավրայի անցակետով Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու փորձ կատարելու ժամանակ Գևորգ Սարգսյանը եւ Սարգիս Ղուկասյանը բռնվել եւ բերման են ենթարկվել ոստիկանության Նոր-Նորքի բաժին, որտեղ նույն օրը ձերբակալվել են։ Սարգիս Ղուկասյանը եւ Գևորգ Սարգսյանը հուլիսի 17-ին ներգրավվել են որպես մեղադրյալ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Վիկտոր Հովսեփյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները շարունակվում են։ Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հուլիսի 23-ից 24 նկատ ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 17-ը, խարդախության 8 դեպքից 6-ը, յուրացման 2, սպանության, խուլիգանության եւ կաշառակերության մեկական դեպքերը բացահայտվել են, բացահայտվել է նաեւ գողության 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գողության 4 եւ մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9 ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։